82 մմ-անոց ականանետեր արկեր Made in Armenia մակնշմամբ։ Արտադրված խմբաքանակը փորձնական է, առաջիկայում կանցնեն սերիականի։ Նմանատիպ անալոգների հետ համեմատած արտերկրում արտադրվող ավելի գերազանց արդյունք ենք ստացել։ Ավելի դիպուկ է խոցում, չունենք շեղումներ։ Նկարահանումներից մինչև հարցազրույց այստեղ ամեն ինչ խիստ վերահսկվում է։ Սա այն ոլորտն է, որի ձեռքբերումները շատ են, բայց տեղեկատվությունը հիմնականում գաղտնի։ Ոլորտի առանձնահատկություններից ելնելով շատ փակագծեր չենք կարող բացել։ Փակագծերը չեն բացում, բայց նախանշում են, թե ուր են շարժվում քաղաքականությունը հստակ է։ Նոր ժամանակներում ռազմարդյունաբերության համալիրի զարգացման հիմնական ուղղությունը բարձր տեխնոլոգիաներն են։ Դա է պատճառը, որ կոմիտեն հիմա գործում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ։ Նոր սերնդի պատերազմները ենթադրում են լայն տեխնոլոգիական սարքերի կիրառում։ Ողջ հակառակորդի տարածքը ենթակա է խոցման ճշգրիտ զենքերով։ Մարտահրավերները ռազմարդյունաբերության կոմիտեում դիտարկում են որպես հնարավորություն, մասնավորին հրավիրում են Հայաստան զենք արտադրելու։ Ռազմարդյունաբերության մեջ ներդրումները պետք չի դիտել որպես բարեգործություն։ Ընդհակառակը մենք պիտի գանք նրան, որ ռազմարդյունաբերությունը այսօր աշխարհում դա ամենաշահութաբեր ոլորտներից մեկն է։ Ներմուծում տեղական արտադրանք հարաբերակցությունը շեղել ի նպաստ Հայաստանի արտադրողի ռազմարդյունաբերական կոմիտեի համար այս խնդրի լուծումն առաջնահերթ է։ Մեր տարածաշրջանի եւ մեր երկրի առանձնահատկություններից ելնելով ճիշտ է անկախ ռազմարդյունաբերական համալիր ունենալը եւ կախվածություն չունենալը դրսի պրոդուկտից։ Նոր գաղափարների ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքներ տանում են, ոլորտին հատկացվող ֆինանսավորման մեծացման միտումներ էլ կան։ Օպտիկամանրաթելային սարքեր, ռադիոլոկացիոն կայաններ, անօդաչու թռչող սարքեր հայկական ռազմարդյունաբերության ուժեղ կողմերն են։ Հիմա համալիր լուծումներ են մշակում, նորությունները առաջիկայում։